Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ Սահմանադրության օրվա առթիվ, որքան կարևոր է այսօրը ձեզ համար, հատկապես ինչը կցանկանայիք, որ շարքային քաղաքացին իմանա Սահմանադրության մասին, այս ձեզ համար հավանաբար նվիրական օրը։ Բարև ձեզ, պարոն Թամրազյան, ձեզ նույնպես, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ այս նվիրական օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-ամյակի կապակցությամբ եւ կարևորելու համար այս օրը հիշենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության առաջին հիմնարար փաստաթղթի, առաջին հիմնարար ակտի Հայաստանի անկախության հռչակագրի հիմքով ընդունված այն քաղաքական իրավական ակտն է, որը ընդհանուր բառերով, ընդհանուր գծերով սահմանում է Հայաստանում մարդու իրավունքների եւ ազատությունների հավաքականորեն ժողովրդավարության եւ իհարկե միջազգային մակարդակում Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության բոլոր երաշխիքները, բոլոր իրավական եւ նաեւ քաղաքական երաշխիքները։ Սա իրապես Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է եւ ըստ էության Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1995 թվականին ընդունվելով Հայաստանի ժողովուրդը վերածվել քաղաքական ազգի եւ սա քաղաքական ազգի իրապես անձնագիրն է Հայաստանի որպես անկախ պետության անձնագիրը եղել է Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այս անցած տասնամյակների ընթացքում անկախության հռչակագրի ընդունումից հետո սահմանադրության ընդունմամբ մի տեսակ հետին պլան մղվեց անկախության հռչակագրով հռչակված նպատակների ու արժեքների կարևորությունը համարելով, որ այլևս սահմանադրությունն է, որ ունի առաջնային դիրք, դրանք փոխլրացնող են իրար եւ սահմանադրությունը, ինչպես նշեցի, հենվում է Հայաստանի անկախության հռչակագրի վրա։ Հեղափոխությունից հետո սահմանադրության վերարժևորման եւ վերիմաստավորման օրեր ենք մենք ապրում, ամեն օր մենք ապրում ենք այդ իրողությունը եւ ամեն օր կոնկրետ սահմանադրական խնդիրների լուծման կապակցությամբ բոլորի համար է այլևս նկատելի, որ սահմանադրությունը եւ սահմանադրական կարգավորումները ավելի ու ավելի մեծ կարեւորություն են ձեռք բերում, ավելի շատ ուշադրություն են ստանում եւ ավելի շատ են քննարկվում քաղաքացիների, քաղաքական ուժերի, պետական մարմինների գործունեության ընթացքում։ Մեկ անգամ եւս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ինչպես եւ հանրային իշխանության բոլոր մարմիններին ու պետական ու պաշտոնատար անձանց շնորհավորում եմ այս նվիրական օրվա կապակցությամբ։ Պարոն Գրիգորյան, հիմա սահմանադրության անփոփոխելի դրույթների մասին առաջին գլխի առաջին 3 հոդվածները անփոփոխ են, ասենք հիմա ես ուզում եմ ինքս ընթերցեմ, եթե դեմ չեք, հոդված առաջին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, երկրորդ հոդվածը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ Ահա, պարոն Գրիգորյան, տարիներ շարունակ երկրորդ հոդվածը փաստորեն չի իրականացվել։ Ժողովուրդը մեծ մասամբ զրկված է եղել ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու հնարավորությունից, այդպես չէ։ Ուղենիշն այն է, թե արդյոք ընտրություններում ժողովուրդը ի վիճակի է եղել իր կամ արտահայտությունը ազատորեն դրսևորել։ Իմ համոզմամբ ոչ, եւ դա փաստված է թե ընտրական վիճակագրությամբ, խիստ տարօրինակ վիճակագրությամբ ամենամեղմ ձևակերպումներով եւ նախորդ 2 տասնամյակի ընթացքում գործող այն ընտրական կանոնակարգումներով, որոնք փաստացի անհնար էին դարձնում ընտրակեղծիքների դեմ արդյունավետ պայքարը, ավելին պետական մի ողջ մեքենա, պետական մի ողջ համակարգ մասնակից էին դարձնում ամենավտանգավոր ընտրակեղծարարության սխեմաներին, որոնցից առաջինը ընտրողների ստորագրված ցուցակների գաղտնիության պայմաններում ընտրողների քանակի հավելագրումներ հօգուտ
այդ պահի դրությամբ գործադիր իշխանությունը վերահսկող քաղաքական խմբավորման եւ երկրորդը ընտրական վեճերով բողոքարկման բացարձական արդյունավետությունը եւ սահմանադրական դատարանի այս հարցում իր առաքելության իսկ բարձրախոհումը։ Պարոն Գրիգորյան, սահմանադրական ինչ երաշխիքներ կան, որ այս կացությունը չի կրկնվի եւ քաղաքական կրկնահանցանք տեղի չի ունենա, քաղաքական ռեցիդիվ չի լինի։ Ինչու ենք այդքան վստահ, որ այս նոր սահմանադրական դատարանը իր թարմացված կազմով դեռևս չի թարմացվել, բայց կարծում ենք կթարմանա, կփակի վերադարձը ճանապարհը դեպի ավտորիտար անցյալ։ Ինչ կարող եք ասել այս մասին։ Ոչ մի երաշխիքներ իրենցով լինել չեն կարող բացարձակ։ Ոչ մի երաշխիք չի կարող բացարձակապես երաշխավորել որևէ կրկնողություն, մեր արատավոր անցյալի կրկնողություն։ Առաջին հերթին, եթե այդ արատավոր անցյալը իր գնահատականին չի արժանացել մեկ, երկրորդը, եթե այդ գնահատականից բխող գործում քայլեր չեն կատարվում։ Միաժամանակ որևէ երաշխիք չլինելով դրա կրկնողության հետ, բացարձակապես երաշխավորված էր, որ կրկնողությունը հնարավոր կլիներ, եթե որևէ փոփոխություն տեղի չի ունենար։ Պատկերացրեք, երբ մենք խոսում ենք սահմանադրական դատարանի մասին, մենք խոսում ենք պետական իշխանության բարձրագույն մարմիններից մեկի մասին։ Մի պետությունը, որտեղ ավտոկրատիկ պրակտիկաների կիրառման արդյունքում որևէ գյուղապետ նույնիսկ չէր կարող ընտրվել կամ պաշտոնավարել առանց քաղաքական իշխանության համաձայնության, բոլորի համար հաստատ է, որ որևէ մեկը չէր կարող հայտնվել այդ դատարանում կոնկրետ բացարձակ լոյալություն չդրսևորելով այդ իշխանության նկատմամբ, եւ բնականաբար դա ենթադրելու էր հետագա կապվածություններ։ Փոփոխությունները, որոնց մենք ականատես ենք լինում վերջին 1-2 շաբաթվա ընթացքում, հանգեցրել են իրավիճակի, երբ սահմանադրական դատարանում այլևս որևէ քաղաքական իշխանություն չունի եւ չի կարող ունենալ դոմինացիա, գերիշխանություն, նույնիսկ եթե այդ քաղաքական իշխանության կողմից ընտրված դատավորները կամ նախկինում նշանակված դատավորները հանրության աչքում կարող են այս կամ այն չափով աֆիլիացված լինել քաղաքական իշխանությանը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր այն քննադատությունները, որոնք ուղղված են եղել սահմանադրական փոփոխությունների դեմ, վերջին սահմանադրական փոփոխությունների դեմ, իրանց առանցքում ունեցել են մեկ հետևյալ մտածածին իմ գնահատմամբ կետը, որ նոր իշխանությունը ձևավորել է իր քիմքին հաճո սահմանադրական դատարան։ Մենք այստեղ գործ ունենք ոչ թե քաղաքագիտական կանխատեսումների կամ իրավագիտական վերլուծությունների հետ, մենք պիտի գործ ունենանք պարզ մաթեմատիկայի հետ։ Այս պահի դրությամբ սահմանադրական դատարանում պաշտոնավարում են 4 դատավորներ, որոնք նշանակվել են 2010-ից 2018 թվականների ընթացքում երրորդ նախագահի ադմինիստրացիայի օրոք։ Մյուս դատավորը, դատավոր Դիլանյանը, ընտրվել է ազգային ժողովի կողմից, նախորդ քաղաքական իշխանության կողմից ազգային ժողովում ունեցած գերակշռության պայմաններում։ Եվ միայն ես եմ, որ ընտրվել եմ 7-րդ գումարման ազգային ժողովի կողմից։ Եվ եւս 3 դատավորներ, եթե ընտրվեն սահմանադրական դատարանում, ընտրվելուց հետո նրանցից առնվազն մեկը լինելու է դատավորական կորպուսից, որտեղ նա անխուսափելիորեն նշանակված է լինելու կրկին երրորդ նախագահի ադմինիստրացիայի օրոք եւ նրա կողմից անձամբ, որովհետեւ այդտեղ բանի փորձառության նվազագույն չափի խնդիր կա եւ դա կարող է համընկնել միայն այդ ժամանակվա հատվածի հետ եւ միայն մեկին է վիճակի լինելու առաջադրել Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը նույն քաղաքական թիմն է ինչ ազգային ժողովը եւ մյուսին ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Նույնիսկ ամենակոպիտ եւ համաձայնվելով ընդդիմախոսների բոլոր փաստարկներին, որ նախագահի կողմից առաջադրվողներն են համարվում քաղաքական նշանակումներ սահմանադրական դատարանում,
նոր ձևավորվող սահմանադրական դատարանի 9 դատավորներից 6-ը լինելու են այս կամ այն փուլում նախագահ Սարգսյանի կողմից նշանակված դատավորներ կամ ընդհանուր իրավասության դատական համակարգում, նկատի ունեմ երաստիճան դատական համակարգում, կամ հենց ուղիղ սահմանադրական դատարանում։ Այնպես որ ես կրկնում եմ, սա զուտ մաթեմատիկայի խնդիր է։ Այս փոփոխություններն ընդամենը սահմանադրական դատարանի 2015 թվականի մոդելին համահունչ սահմանադրական դատարան դարձնելու քայլ են եղել։ Իհարկե, այդ փոփոխությունները կատարելուց նաև անդրադարձ է եղել սահմանադրական դատարանի դեմոկրատական լեգիտիմությանը, որը ոչ պակաս խնդիր է եւ ոչ պակաս կշիռ ունի սահմանադրական դատարանի ճգնաժամի ձևավորման հարցում, եւ սրանով փաստորեն փորձավորվել լուծել խնդիրը։ Կրկին հետ վերադառնանք երաշխիքներին։ Ինչ երաշխիքներ կարող են լինել, որ այս սահմանադրական դատարանը այս կազմով հակված չի լինի հակադեմոկրատական պրակտիկաների։ Վերացարկվելով անձերից, այս սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում համալրվելուց հետո լինելու է ամենաբալանսավորված սահմանադրական դատարանը։ Ինչպես կվարվի սահմանադրական դատարանը հետագայում, այս կամ այն գործով որևէ նորմի սահմանադրականության ստուգման միջազգային պայմանագրի նախնական սահմանադրականության ստուգման կամ ընտրական վեճերով կամ սահմանադրական մարմինների լիազորությունների հետ կապված վեճերով։ Դա արդեն անհատապես յուրաքանչյուր դատավորից կախված պատասխան է։ Անհատապես պիտի նայել, թե ամեն դատավոր իրեն ինչպես է դրսևորել այդ գործում։ Պարոն Գրիգորյան, ստացվում է, որ փաստորեն միայն դուք եք կներեք եւ ավելացնեմ, եւ առաջին անգամ սահմանադրական դատարանում դատավորների անհատական ներդրումի եւ դատավորների անհատական մասնակցությունը գործերին առավելապես կարևորվելու է։ Մինչև այսօր սահմանադրական դատարանը համալրված լինելով գերակշռաբար սահմանադրական դատարանի անդամներով, ամենևին էլ ոչ պատահաբար այդ պաշտոնը կոչվում էր անդամի պաշտոն, անդամը, եթե գիտեք, մեկ ամբողջականի անհատելի, անմասնատելի մասն է, այս դատարանը ի վերջո դառնալու է սահմանադրական դատարանի դատավորների դատարանը։ Պարոն Գրիգորյան, դուք կարծում եք նաև, ասենք, Հրայր Թոմասյանը իբրև դատավորի կարգավիճակով նույնպես կազմում է այդ բալանսի, այդ հավասարակշռության բաղադրիչը, այդպես եք մտածում։ Ցանկացած դատավոր։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը սահմանադրի անունից փոփոխություն է կատարել սահմանադրության մեջ եւ սահմանադրության մեջ այդ փոփոխությունները կատարելով փաստացի բոլոր սահմանադրական դատարանի անդամներին ճանաչել է սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում պաշտոնավարողներ եւ լինի դատավոր Թովմասյանը, թե դատավոր Խաչատրյանը, թե դատավոր Պետրոսյանը, թե դատավոր Թունյանը կամ դատավոր Դիլանյանը ոչ մի նշանակություն չունի։ Ամեն մեկը պետք է գործի որպես հակակշիռ այդ դատարանում, հակակշիռ իր դիրքավորմամբ մնացածի կարծիքներին ու դիրքորոշումներին։ Այստեղ 9 անկախ դատավորներից բաղկացած դատարանի ողջ բարեբերությունը հենց նրանում է, որ ցանկացած գործի քննության ընթացքում այն անցնում է ոչ թե մեկ կոլեկտիվի կոլեկտիվ պրիզմայի միջոցով, այլ անհատապես 9 դատավորի 9 ստուգման տեստի միջոցով։ Եվ սա կարևոր երաշխիքներից մեկն է։ Պարոն Գրիգորյան, հիմա դուք կարծում եք, որ ճգնաժամը փաստորեն հաղթահարվել է եւ ձեր մեկնաբանությունից մեկում ասացիք, որ այդ պատմական որոշում տեղի ուրեմն կայացվեց խորհրդային ժողովի կողմից այս համազգական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին եւ այդուհանդերձ հիմա տեսնում եք, որ հանրապետության նախագահը հրաժարվեց ստորագրել վերջին օրենքը, որը նույնպես վերաբերում է այս սահմանադրական փոփոխությանը, սահմանադրական դատարանի կազմի փոփոխությանը։ Հիմա արդյոք սա չի նշանակում, որ ճգնաժամը շարունակվում է, դուք ինչ կարող եք ասել այս մասին եւ ինչպես եք դուք կարծում եք, որ ավարտվեց այս ճգնաժամը, թե էլի կարծում եք, որ լրացուցիչ ջանքեր են պետք, քայլեր են պետք, ինչ կարող եք ասել։ Ճգնաժամի հաղթահարման
համար անհրաժեշտ նորմատիվ ողջ բազան այլևս ձևավորված է, սահմանադրությունը փոփոխված է եւ ճգնաժամը կհաղթահարվի թե ոչ, այլևս կախված է անհատապես սահմանադրական դատարանի դատավորներից, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի դատարանակազմական մարմինների գործունեությունից, այսինքն թե որքանով արդյունավետ, արագ եւ որակյալ դատավորներով կհամալրեն սահմանադրական դատարանը։ Այսինքն ճգնաժամը ամբողջությամբ հանգուցալուծված կլինի դրանով, բայց սա չի նշանակում, որ սահմանադրական դատարանը այդ պահից ի վեր գործելու է որպես բացարձակ արդյունավետ սահմանադրական դատարան, դրա համար անհրաժեշտ են լինելու նաև օրենսդրական փոփոխությունը, իմ խորին համոզմամբ անհրաժեշտ են լինելու նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք նախապես պիտի քննարկվեն սահմանադրական դատարանում, նախ եւ առաջ, որովհետեւ դրանք վերաբերվելու են սահմանադրական դատարանի ընթացակարգերին եւ ապացույցների վերաբերյալ կանոններին, ինչպես նաև սահմանադրական դատարանի գործունեության մի շարք այլ ասպեկտներ եւ դրանից հետո խնդիրները քննարկել օրենսդրի հետ, օրենսդրի աջակցությունը ստանալ այդ օրենսդրական փոփոխությունները կատարելու համար։ Ինչ վերաբերվում է իմ այն գնահատականին, որ ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին 2020 թվականի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ակտը եղել է պատմական ակտ, ես պնդում եմ իմ այդ ասածը եւ կուզեի, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամբողջ էությամբ հասկանային ինչի մասին է խոսքը։ Եվ միանգամից ամենակննարկվող եւ ամենաճակերտներում ցավոտ թեմայի մասին կարող եմ խոսել։ Սահմանադրական այս փոփոխությունների հիմնական ընդդիմախոսության քննադատության առանցքը այն է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը չէր ուղարկվել սահմանադրական դատարան, հետևաբար այն հակասահմանադրական է, հետևաբար այդպիսի սահմանադրության փոփոխությունը չի համապատասխանում սահմանադրությանը։ Ես ազգային ժողովի որոշումը պատմական եմ համարել, որովհետև այն բեկումնային կետ է Հայաստանում իրավունքի եւ քաղաքագիտության ոլորտներում։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը սահմանադրության ընդունման պահից առաջին անգամ իր վրա ամբողջական պատասխանատվությունը վերցնելով, ունենալով սահմանադրությունը մեկնաբանելու եւ կիրառելու ոչ միայն լիազորություն իր լիազորությունների շրջանակում, այլ նաեւ պարտականություն, սահմանադրությունը մեկնաբանել եւ կիրառել է սահմանադրությամբ նախատեսված նպատակների եւ արժեքների պաշտպանության դիտանկյունից, այլ ոչ սահմանադրության դրույթի տարածի մեկնաբանությամբ։ Ինչ նկատի ունեմ, երբ սահմանադրությամբ նախատեսված է, որ սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական վերահսկողությունը նախ դա հստակ կանոն է, որ սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական ստուգումը կանոն է եւ որն է եղել պատճառը իմ դիտարկմամբ, որ Հանրապետության ազգային ժողովը այդ նախագիծը չի ուղարկել։ Այստեղ տարբեր բացատրություններ եղան, ես լսեցի դա եւ падգամավորներից եւ նաեւ մամուլում լայնորեն քննարկվում էր, նաեւ սահմանադրական դատարանի որոշ անդամներ սրա վերաբերյալ արտահայտվեցին, որ գիտեք, այդ փոփոխությունների սահմանադրական դատարան նախնական սահմանադրականության ստուգման ուղարկելը անհրաժեշտ է եղել եւ առանց դրա սահմանադրության փոփոխություններ չէին կարող ընդունվել։ Ինչով է կարևոր ազգային ժողովի այս դիրքորոշում։ Եվ շատ քիչ խոսվեցեն իրական պատճառի մասին, ոչ թե ձևական պատճառի մասին։ Ձևական պատճառն այն էր, որ քվեարկության դրվելով նախագիծը մերժվել էր, սահմանադրական դատարան ուղարկելու նախագիծը։ Սա ձևական պատճառն է։ Իրական պատճառի մասին շատ քչերը խոսեցին, մասնավորապես ես լսեցի նախարար Բադասյանի բացատրությունները միայն այս կապակցությամբ, որը նշեց, որ շահերի այնպիսի բախում կա, որը հնարավոր չի դարձնում նախագծի նախնական սահմանադրականության ստուգումը սահմանադրության պահանջներին համապատասխան։ Սա շատ կարևոր դիտարկում է եւ իրապես է սահմանադրական արժեբանության ոլորտում բեկումնային կետ է լինելու։ Սա փաստացի նշանակում է, որ ազգային ժողովը իր վրա վերցնելով ողջ պատասխանատվությունը հստակորեն արձանագրում է, որ այն սահմանադրական դատարանը, որը ի վիճակի չի անկողմնակալության եւ անկախության պահանջների ողջ ապահովմամբ ապահովել պետության
Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական ստուգումը, որը ունի այնպիսի անդամների գերակշռություն, որոնց սուբյեկտիվ անձնական շահը գերակշռում է այն հանրային շահի նկատմամբ, որ Հայաստանը ունենա իրապես անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից ստուգված սահմանադրության փոփոխությունների նախագիծ, այդպիսի նախագիծը սահմանադրական դատարան չի ուղարկվելու, որովհետև այլ խոսքով ասված, նման նախագիծը սահմանադրական դատարան ուղարկելը նշանակում է սահմանադրական ճգնաժամի ոչ թե երկարաձգում, այլ էլ առավել խորացում։ Մինչդեռ սահմանադրությունը գործիք չէ, որպեսզի ճգնաժամերը խորացվեն։ Սահմանադրությունը ճգնաժամերի լուծման գործիք է։ Եվ երբ խոսում ենք սահմանադրականության եւ ժողովրդավարության բախման կամ հակասությունների կամ հակադրվածության կամ դրանց միջև եղած լարման վերաբերյալ միշտ պիտի գիտակցել սահմանադրականությունը ժողովրդավարական պետությունն ժողովրդավարության եւ ժողովրդավարական հաստատությունների պաշտպանությանը կոչված պահպանողական համակարգն է, այլ ոչ հակառակը։ Ժողովրդավարություն, սահմանադրականությունը այլ խոսքով պետք է ծառայի ժողովրդավարության արդյունավետ իրագործման նպատակներին, այլ ոչ դառնա խոչընդոտ ժողովրդավարության համար։ Այլ խոսքով, եթե մենք պատկերացնենք փիլիսոփայորեն, սա 2000 տարի առաջ պատասխանված հարցի կրկին պատասխանելն է, հաստատելով նույն պատասխանը։ Ոչ թե մարդն է օրենքի համար, այլ օրենքն է մարդու համար։ Նմանապես սահմանադրությունում նախատեսված այն կանոնները, այն տեխնիկական ընթացակարգային կանոնները, որոնք կոչված են սահմանադրական արժեքների եւ նպատակների պաշտպանության համար, չեն կարող իրենց պահպանելու շահով գերակշռել այդ նպատակների եւ արժեքների պաշտպանության շահին։ Եվ երբ որ ձևավորվում է այնպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ սահմանադրությամբ նախատեսված նպատակների եւ արժեքների պաշտպանության համար սահմանադրական տեխնիկական նորմերի տարածի մեկնաբանությունը հանգեցնելու է ճգնաժամի խորացման, այդ դեպքում անխուսափելիորեն սահմանադրության նորմերի նպատակային մեկնաբանությունը ընդհանրապես սահմանադրական նորմերի մեկնաբանման ողջ մեթոդաբանությունը կիրառելիս որպես ուղեցույց պիտի ունենալ սահմանադրությամբ նախատեսված նպատակներն ու արժեքները։ Պետք է բոլոր նրանք, ովքեր որ քննադատում են ազգային ժողովի կոնկրետ այս հարցում դիրքորոշում, տան մեկ պարզ հարցի պատասխան, այդ ինչպես կարող է ողջամտորեն մի ողջ պետության բարձրագույն քաղաքականացիան անտեսել այն իրողությունը, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծը ուղղակիորեն վերաբերվում է այն մարդկանց պաշտոնական լիազորությունների սահմանափակմանը, որոնցից ոչ միայն ակնկալվում է անկողմնակալ քննություն, այլ նաև իրենք բազմաթիվ մինչև այդ որոշումը կայացնել եւ այդ որոշումը կայացնելուց հետո անգամ համարում են, որ ոչ միայն իրենց իրավունքներն են սահմանափակվում այդ նույն փոփոխություններով, այլ նույնիսկ այդ սահմանափակումը դիտարկում են որպես իրավունքների խախտում, ընդհուպ մինչև այդ իրավունքների խախտումը վիճարկելու մտադրություններն են բարձրացնում։ Ով պիտի վստահի նման սահմանադրական դատարանի անդամների անկողմնակալությանը։ Այստեղ իրավիճակի ողջ աբսուրդը նույնիսկ այն է, որ մենք խոսում ենք ոչ թե անկողմնակալության բացակայության մասին, լսեք, անկողմնակալությունը դա արբիտրի այս կամ այն կողմին հակված լինելն է կամ այս կամ այն կողմի դեմ սուբյեկտիվ շահերով պայմանավորված կամ նույնիսկ օբյեկտիվ շահերով պայմանավորված հակված լինելն է, այսինքն օբյեկտիվ շահերով, որ արդարադատության հետ որևէ առես չէ։ Այս դեպքում ոչ թե այս կամ այն կողմին հակված լինելն է խնդիրը, իրենք հենց կողմն են։ Եվ ես նկատել եմ, որ այս ողջ բանավեճի մեջ շատ պատկառելի ներկայություն ունեն մասնագիտության փաստաբանները եւ յուրաքանչյուր փաստաբանին ուղղված իմ հարցը հետեւյալն է. որքանով ազնիվ դուք երբևէ կգտնվեիք ձեր վստահորդի նկատմամբ, եթե կասկած ունենալով դատավորի անկողմնակալության վերաբերյալ այդ կասկածը չբարձրացնեիք եւ նման կողմնակալ դատավորի
գործի քննությունից զերծ պահելու գործողություններ չկատարեիք։ Հիմա առավել ևս որքանով է տրամաբանական ձեր դիրքորոշումը, երբ հայաստանյան իրավական պրակտիկայում ընդունված է, որ մի դատավորի կողմնակալությունը կամ անկողմնակալությունը քննարկելիս նույնիսկ քննում են, թե այդ դատավորի քույրը կամ եղբայրը Facebook-յան, չգիտեմ, որ հրապարակմանն է հավանել կամ չի հավանել։ Եվ հիմա այն դեպքում, երբ որ հարցը ուղիղ վերաբերվում է այդ Սահմանադրական դատարանի անդամներին, նրանք պարզորեն կանգնում ասում են, որ Սահմանադրության խախտում է անկողմնակալ դատարանի բացակայության պայմաններում այդպիսի դատականացյանին կամ այդպիսի ինստիտուտին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը նախնական ստուգման ուղարկելը։ Կներեք, սա ունի նույն անվանումը, ինչ իմ կողմից նշված 2000 տարի առաջվա այդ վեճի այն կողմի պնդումը, որ մարդնաշապատ օրվա համար այդ մարդիկ կոչվում էին նույն անվան նույն կոչումն ունեին։ Ազգային ժողովի որոշումը շատ վճռական էր, շատ կարևոր էր, պատմական էր նաև այն իմաստով, որ սա երկրորդ անգամն է, երբ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը զերծ է մնացել բոլոր լեգալիստական եւ ձևապաշտական մեկնաբանություններից իր առջև ունենալով Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության եւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության շահ։ Նախագահ օրինակ չի ստորագրել սա որոշման մի մասը, չէ, ազգային ժողովի։ Այ դուք չեք կարծում, որ այդ ճգնաժամը շարունակվում է, որ պետք է ինչ-որ լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն, ըստ ձեզ սա վերջն է։ Սահմանադրական դատարանի 3 անդամների պաշտոնավարումը այլևս դադարեցված է 2020 թվականի հունիսի 26-ի վաղ առավոտյան ուժի Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահից եւ կարիք չկա որևէ այլ օրենսդրական կամ սահմանադրական փոփոխության, որպեսզի այս իրողություն, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը եւ չկա այլևս որևէ օրենսդրական փոփոխության կարիք այս միանշանակությունը հաստատելու համար։ Այն փոփոխությունները, որոնք կատարվել են Սահմանադրական դատարանի մասին օրենքում, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում, բացարձակապես չեն կատարվել այն նկատառմամբ, ինչքանով որ տեսանելի է ազգային ժողովի քննարկումներից եւ հիմնավորումներից, որպիսի դրանցով դադարեցվեն Սահմանադրական դատարանի 3 պաշտոնավարումը դադարեցված դատավորների պաշտոնավարումը մեկ անգամ ևս։ Այդ փոփոխությունների նպատակն է համապատասխանեցնել Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի մասին որոշ դրույթներ եւ ամենակարևոր փոփոխությունը Սահմանադրական դատարանի մասին օրենքում դա Սահմանադրական դատարանի այլևս պաշտոնաթող անդամների կենսաթոշակային ապահովման երաշխիքների ամրագրումն է։ Մի բան, որ օրենսդիրը կարևորել է, եւ ես նույնպես գտնում եմ, որ այն իրավացիորեն կարևորել է։ Այսինքն Հանրապետության նախագահի կողմից այդ օրենքների փոփոխությունների մասին օրենքների նախագծերը չստորագրելը ես չեմ կարծում, որ որևէ կերպով կարող է խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների կատարման գործընթացը։ Դա ընդհանրապես կապ չունի։ Միակ բանը, որ դրանով խոչընդոտվում է, այդ Սահմանադրական դատարանի պաշտոնաթող անդամների կենսաթոշակային ապահովման երաշխիքների ուժի մեջ մտնելը ձգձգվելն է։ Թե չէ որևէ այլ իմաստով, սահմանադրական կառուցվածքի իմաստով կամ նույնիսկ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածություններ առաջադրելու առումով Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխությունները ոչինչ չեն ավելացնում դրան։ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունները պիտի առաջադրվեն մինչև օգոստոսի 26-ը, ինչպես Սահմանադրության 213-րդ հոդվածով է նախատեսված, եւ դրա համար այլևս որևէ օրենսդրական փոփոխության կարիք ես այս պահի դրությամբ չեմ տեսնում, այնպես որ ես չեմ կարծում, որ նախագահը որևէ կերպ նպաստում է ճգնաժամի ցկցկմանը կամ ինչպես քննարկվում է մամուլում կամ իր կողմից չստորագրելը հանգեցնելու է Սահմանադրության արդեն իսկ փոփոխությունների կատարման խոչընդոտների կամ Սահմանադրական դատարանի ճգնաժամի այս կամ այն կերպ խորացման վրա որևէ ազդեցություն կարող է ունենալ։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում
կարգավորվելու է եւ կարգավորվում է, որքանով տեսանելի է եւ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ անհատական իրավունքների հետ կապված խնդիրներ ունեն, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարող են դիմել Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի անդամակցությամբ միջազգային կառույցների ցանկացած քաղաքացու համար հասանելի պաշտպանությանը։ Պարոն Գրիգորյան, հիմա ես մի այսպիսի հարց տամ, որը արդեն վերաբերում է այսօրվա, ասենք, իրադրությանը, ոտնահարվել է նաև անցյալում ոտնահարվել է, գիտենք, որ Սահմանադրության առաջին գլխի 5-րդ հոդվածը, այն է պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա, բայց գործադիր իշխանությունը հիմա դա անցյալում էր, հիմա մենք գիտենք, որ կոպտորեն խախտվել են, դա գործադիրը որոշում էր ամեն ինչ, կարծեք թե, եւ ամեն ինչ ենթարկված էր հենց նախագահի կամքին, բայց հիմա իրադրությունը փոխվել է, ունենք լեգիտիմ իշխանություն, լեգիտիմ կառավարություն, խորհրդարան, բայց իշխանությունը միշտ գործադիր իշխանությունը փորձելու է չարաշահել իր լիազորությունը, արդյոք դուք դա ես ընդհանուր եմ դա ասում, այդպիսին է գործադիր իշխանության վարքագիծը նույնիսկ ժողովրդավարական երկրներում։ Արդյոք դուք նման միտումներ նկատում եք, որը կարող է վտանգել Սահմանադրության այս հոդվածի կատարումը։ Օրինակ վարչապետը մեծ լիազորություններ ունի։ Նրան է ենթարկվում թե ԱՀԾ-ն եւ ոստիկանությունը։ Այդ դեպքում երբ այս կառույցները ամենևին էլ հաշվետու չեն, ասենք խորհրդարանի առջև, մյուս նախարարների նման, մենք հասկանում ենք, որ Սահմանադրությունը իսկապես այնպես է կառուցվել, որ վարչապետը անխոցելի լինի, քանի որ այդ պաշտոնին հավակնում էր ինքը անձամբ Սերժ Սարգսյանը։ Բայց հիմա մենք ունենք ժողովրդավարություն, ժամանակը չէ այդ անհարկի երաշխիքները եւ առավելությունները, որ տրվել էին գործադիր իշխանության ղեկավարին, վերանայվեն։ Եվ այդ մասին իդեպ հաճախ են բարձրաձայնում ընդդիմադիրները։ Ինչ կարող եք ասել ձեր խոհը։ Նախ դա ոչ միայն գործադիր իշխանության բնույթն է, այլ ցանկացած իշխանության, այդ թվում եւ դատական եւ օրենսդիր, դա իշխանության անատոմիան է, առանց հակակշիռների եւ զսպման մեխանիզմների իշխանությունը միշտ ձգտելու է բացարձակություն։ Այստեղ որևէ կասկած պիտի չլինի, լինի դա գործադիր իշխանություն, օրենսդիր, դատական իշխանություն, թե չգիտեմ, այլ հեղինակություն, որը իշխանական ազդեցություն կարող է ունենալ։ Ձեր գնահատականներն ու բնութագրումները գործադիր լծակներ կենտրոնացնելու վերաբերյալ շատ տրամաբանական են հաշվի առնելով Հայաստանի անցյալը, այսինքն փաստացի նախագահի ձեռքում կենտրոնացված իշխանական, գործադիր իշխանական լծակները, մասամբ նաև օրենսդիր իշխանության հետ հարաբերությունների որոշ մեխանիզմներ սահուն կերպով փոխանցվել են Հայաստանի Հանրապետության վարչապետին, հաշվի առնելով, որ պետք է իշխանափոխություն լինել նախագահից դեպի վարչապետ։ Բայց հիմա այստեղ շատ կարևոր բան կա, ես քննարկումներում նկատում եմ, որ չեմ կարող շատ մանրամասնությամբ անդրադառնալ, որովհետև չի բացառվում, որ սա կարող է դառնալ նաև Սահմանադրական վեճի առարկա, բայց մի շատ կարևոր հատված կա, որ պետք է տարբերակել։ Վարչապետի ձեռքում կենտրոնացված իշխանությունը պետք է զատել, արդյոք դա գործադիր իշխանության հատվածն է, որ կենտրոնացված է վարչապետի ձեռքում, թե իշխանության այդ հատվածը ունի նաև էական ազդեցություն օրենսդիր կամ դատական իշխանությունների նկատմամբ։ Այ օրենսդիր եւ դատական իշխանությունների նկատմամբ եղած լծակները բնականաբար պետք է ամենայն մանրակրկտությամբ եւ տարբեր խոշորացույցերով ուսումնասիրվեն եւ դրանք իշխանությունների տարանջատման սկզբունքին հակասելու դեպքում պետք է անմիջապես վերացվեն։ Բայց ինչ վերաբերում է գործադիր իշխանության ներսում ունեցած լծակներին, այս կամ այն պետական մարմնի ձեռքում կենտրոնացված լինելուն, այստեղ պետք է մի շատ կարևոր բան պատկերացնել, որ գործադիր իշխանությունը իրական իշխանության կենտրոնացիկ համակարգ ունի, հակառակ դատական իշխանության կառուցվածքի եւ հակառակ օրենսդիր իշխանության կառուցվածքի ու բնույթի եւ ինքնին կենտրոնացվածությունը, գործադիր իշխանության ծավալի կենտրոնացվածությունը գործադիր իշխանության ղեկավարի տնօրինման ներքո առանց այլ բացատրությունների չի կարող դիտարկվել որպես հակասահմանադրական կամ իշխանությունների տարանջատման սկզբունքին հակառակ մոտեցում։ Օրինակ ես քննարկումներում լսել եմ, որ
շատ մանրամասն անդրադարձ է կատարվում, թե ինչու պիտի հատուկ ծառայությունները կամ չգիտեմ այլ ուժային կառույցներ ուղիղ ենթակայություն ունենան հանրապետության վարչապետին կներեք նրանք հրամանատարական բուրգի տրամաբանությամբ կառուցված կառույցներ են նրանք հենց այդպես էլ պիտի լինեն հակառակն է ավելի վտանգավոր երբ որ նրանք կոլեգիալ կառավարման մարմիններ կարող են դառնալ կամ նրանց կառավարումն ու վերահսկողությունը բաժանված լինի մի քանի մարմինների միջև, որի կոորդինացումը հակառակ լինի ռազմական կառույցների կոորդինացման տրամաբանությանը։ Բայց այս ամենը շատ ընդհանուր վերացական դատողություններ են, կոնկրետ դեպքերի վրա պետք է ուսումնասիրել։ Իրական խնդիրը, որ ես տեսնում եմ իշխանությունների տարանջատման սկզբունքի արդյունավետ կիրառման առումով առաջինն է նախ Հայաստանում այդ իշխանությունների փոխզսպման եւ հակակշռման մեխանիզմների արդյունավետ համակարգը այդպես էլ չի աշխատել մինչև օրս Հայաստանի Հանրապետությունում դեմոկրատական լեգիտիմություն եւ սահմանադրականության հետ խնդիրներ չունեցող կազմ չունեցող սահմանադրական դատարանի բացակայության պայմաններում կազմ ունեցող սահմանադրական դատարանի բացակայության պայմաններում այստեղ կարևորը որպեսզի ինստիտուտները գործեն այստեղ եւ հակակշիռները գործեն եւ եթե մինչեւ այսօր սահմանադրական դատարանը եւ սրանից հետո սահմանադրական դատարանը ինքն իրեն դիրքավորեց քաղաքական ընդդիմության դիրքերում ինչը որ ամենավտանգավոր բանն է ցանկացած սահմանադրական ժողովրդավարության համար բնականաբար իշխանությունը մյուս կողմում գնալով երկենտրոնացված է դառնալով որովհետեւ դատական իշխանությունը քաղաքական դիրքավորում ունենալով մյուս կողմին ակնհայտ արդեն արտասահմանադրական հակասահմանադրական պայքարի է մղում եւ իդեպ այդ ամենը նաեւ շատ անկեղծ ձևով խոստովանվել է սահմանադրական դատարանի պաշտոնատար անձանցից մեկի կողմից որը հստակորեն հայտարարել է որ իրենց նպատակն է եղել քաղաքական իշխանությանը դրդել հակասահմանադրական հեղաշրջման իրենց բոլոր սահմանադրական դատարանի ողջ վարկով եւ սա շատ հատկանշական խոստովանություն է եւ երբ դուք հարցնում եք արդյոք այս կամ այն չափով իշխանության կենտրոնացումը վտանգ չի սահմանադրությամբ նախատեսված իշխանությունների տարանջատման սկզբունքի համար եւ այլն ես դες կարող եմ ասել որ ողջ սահմանադրական համակարգի համար դա ծայրահեղ վտանգավոր իրողություն երբ հակակշիռները իրենց հակակշռի տրամաբանությունից դուրս են գալիս եւ դառնում են քաղաքական պայքարի մասնակիցներ եւ այս իմաստով միայն երկենտրոնացումը մեկ պաշտոնյայի կամ մեկ մարմնի ձեռքում չէ այն ողջ վտանգը որ կարող է պետությանը սպառնալ պետական իշխանությունն է ամբողջությամբ հեղինակազրկվելու արդյունքում իսկ սա շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ քան նույնիսկ այդ կառուցվածքային անոմալիաները իշխանության երկենտրոնացումը եւ այլն Լավ շատ շնորհակալ եմ պարոն Գրիգորյան կրկին շնորհավորում եմ ձեր տոնի արդիվ մեր տոնի արդիվ բոլորիս տոնի արդիվ եւ ցանկանում ենք որ սահմանադրությունը սրբության պահպանվի այսուհետեւ ժողովրդավարական Հայաստանում։ Ստեսություն, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ։